Մինչև սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում նոր գումարման խորհրդարանի ճակատագիրն է վճռում, լիազորությունների սահմանագծին հասած ազգային ժողովում արտահերթ է։ Իշխանականները ընտրական ցենզի նախագիծն են դահլիճ հասցրել, որ հաջորդ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան միայն այն քաղաքացիները, ովքեր քվեարկությանը նախորդած 2 տարուց առնվազն մեկի ընթացքում Հայաստանում են եղել։ Ու թեպետ ազգային ժողովի նախագահը դեռ հարցի քննարկման մեկնարկը չի տվել, ընդդիմությունը բացել է թեման։ Կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունները բերվում են հապշտապ, առանց պատշաճ հանրային քննարկման, առանց բոլոր շահագրգիռ կողմերի թեև դեմ կարծիքները լսելու։ Ընտրական տուրիզմը սահմանափակող նախագիծն ըստ ընդդիմության հանրային պահանջ չի ունեցել, ինչն իբրև հիմնավորում ներկայացնում են ՔՊԱ-ականները։ Այստեղ իշխանությունը հակադարձում է, ընդդիմադիրները հանրային պահանջի մասին չեն տեղեկացել, որովհետև չեն լսել հանրությանը։ Եվ այո, նախագիծը պետքա քննարկվի։ Հա, հարցում եք ինչ, որտեղ քննարկենք, որտեղ քննարկենք, հես եկել է ազգային ժողով, եկեք քննարկեք։ Քննարկումն ըստ էության Սփյուռքը բավականին վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել, սա ըստ նախագծի հեղինակներից ՔՊԱ-ական Ալխաս Ղազարյանի։ Պատգամավորն ասում է, հատկապես մեր դեպքում մեծ Սփյուռք ունենք։ Մարդիկ փաստացի չապրելով Հայաստանի Հանրապետությունում կարող են որոշել իմ, ձեր ու մեր երեխաների ապագան։ Եթե ես եմ ընտրում իշխանությունը եւ կրում եմ դրա հետևանքները, հետեւաբար ես պետք է ընտրեմ իմ իշխանությունը եւ վերահսկողություն ինչ որտեղ էլ իրականացնեմ իշխանության բոլոր գործընթացների վերաբերյալ։ ՔՊԱ-ական պատգամավորը հղում է անում միջազգային փորձին Դանիա, Իռլանդիա, Կիպրոս, այս երկրներում եւս ընտրությանը մասնակցելու հնարավորություն ունենալու համար չափորոշիչներ կան, որոնց համապատասխանել է պետք։ Ընդդիմադիրները հարցնում են, իսկ ինչու իշխանությունը հաշվի չի առել Մեծ Բրիտանիայի օրինակը, որն էլ վերջերս չեղարկեց ազգային օրենսդրության այդ սահմանափակումը։ Շատ մեծ հարց է Ռուսաստանից այստեղ ժամանածները իրականում ում օգտին են քվեարկել։ Շատ մեծ հարց է։ Մեծ հարցի պատասխանը, ինչպես ձևակերպում է ընդդիմադիր պատգամավորը, իշխանականները գիտեն, խորհրդարանական վերջին ընտրություններին Ռուսաստանից եկել էին նաև հենց ՔՊ-ին ձայն տալու համար։ Անձամբ ես շատերին գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնությունից եկել են հատուկ մեզ քվեարկելու համար։ Ընդդիմությանը համոզել իշխանությունը չի հաջողում դահլիճում իրավական, տեխնիկական խնդիրները դեռ չեն պարզվել, կենտրոնական ամբիոնից նոր թեզ է շրջանառում ընդդիմադիր պատգամավորը։ Սա ներքաղաքական հարցերը լուծելու նախագիծ է արտաքին ուժերին բավարարելու համար, Աղվան Վարդանյանի բանաձևմամբ։ Այս իշխանությունը խոստացել է Ադրբեջանին փոխել մեր սահմանադրությունը։ Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից։ Ադրբեջանա-թուրքական հանրությունը կատարելու նպատակին է ուղղված այս փոփոխությունը, հրատապ կարգով 24-ժամյա ռեժիմում քննարկել քվեարկելու սկզբունքով ՔՊԱ-ականներն ուզում են նաև պատգամավորական երթման տեքստը փոխել, որի 9-րդ գումարման ազգային ժողով գան ու պարտականությունները ստանձնեն ոչ թե հանուն համազգային նպատակների իրականացման, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ հզորացման համար։ Վերջում էլ անկախ քաղաքական հայացքներից բոլոր պատգամավորներն իրենց կուսակցության քարոզչական տեքստը հիշեցնող խոսքեր է պարտադիր հայտարարեն։ Փառք նահատակներին եւ կեցը Հայաստանի Հանրապետությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։